Ողջույն, Զեղչերի շրջանն է և եկել ենք Ռոմ քաղաք, տեսնենք թե ինչ գներ կան Զեղչերի շրջանում և ընդհանրապես զեղչված ապրանքները քանի տոկոսով են, որ ապրանքներն են զեղչվել, կարճ ասած, գնումների օր եմ հայտարարում, իհարկե, եթե իմ ուզած հարմար բաներ գտնեմ և արժեքներն էլ հարմար լինի, քանի որ մեքենան կանգնացրել ենք այս հատվածում, կայանատեղին շատ լիքն է, բոլորը եկել են այստեղ գնումների, մենք կսկսենք մեր պտույտը էդի սակից, գնանք տեսնենք ինչեր կան, ինչեր ենք հարմար գտնում, դե մնացեք ինձ հետ։ Ռոմ քաղաքի այս առևտրի կենտրոնը շատ մեծ է, տեսեք ինչքան հսկայական տարածք է զբաղեցնում, հələ այն մյուս կողմերում էլ երկու նմանատիպ կա, ամեն ինչ կա այստեղ։ Ինձ հետաքրքրում են բեժ գույնի պայուսակները ամառային, այստեղ գինն է և հիմա կնայենք, թե որ պիտակներ են կպցնում գույներով, քանի տոկոս է զեղչվում, այստեղ գրված է 30, բայց այս ոչի չէ, չնայած հիմա շատ են բոլորը նման պայուսակներ բռնում, սա էլ շատ է փոքր, մի խոսքով, սա էլ շատ է մեծ։ Էլի փոքր է։ Ես սիրում եմ ընդհանրապես ցանկացած մասնագիտացված խանութ այցելել։ Միգուցե ավելի գեղեցիկ պայուսակներ կգտնվեն այլ խանութներում, բայց իմ սովորությունն է սկզբում այցելել կոնկրետ էդիսակ պայուսակների սրահը, որտեղ մարդկանց համար նախատեսված գները տարբեր են և ամեն մեկի գրպանի համար հասանելի տեսականի կա։ Փորձում եմ մեկը, որի մոդելը շատ ավելի դուր եկավ, տեսեք գույնը մի փոքր մուգ է, բեժ եմ, չէ, գերագնահատում, իհարկե շատ գեղեցիկ պայուսակներ կան, բայց ես ուզում եմ միջին չափի, ոչ շատ փոքր, ոչ էլ դե բնականաբար մեծ, ուսին գցովի պայուսակներ և գները զեղչված գրված են, քանի տոկոս է զեղչ արված, սա շատ հարմար է, ավտոմատ նայում ես և հասկանում ես, չնայած ես սովորություն ունեմ, մտքիս մեջ եմ միշտ հաշվում։ Այս էլ շատ էլի հետաքրքիր ապրանքանիշ է և տեսեք, թե ինչեր են ներկայացնում, էլի մեծ են, էլի, նման գույն չեմ ուզում արդեն ունեմ, իսկ այս մոդելից ես կապույտ գույնն ունեմ, շատ հարմար պայուսակ է, եթե կապույտը չունենայի, հաստատ սա կգնեի, գերադասում եմ գրպանները շատ լինեն, ես սովորություն ունեմ, դասավորում եմ իմ պայուսակի մեջ, ամեն ինչը պետք է իր տեղում լինի և մեխանիկորեն ձեռքս ստանում եմ, գիտեմ, որ արդեն որտեղ ինչ է լինելու, միգուցե սխալ եմ, չգիտեմ, բնականաբար շատ գեղեցիկ ձեռքի պայուսակներ կան, որ ես չեմ օգտագործում, դրա համար էլ ուշադրություն չեմ դարձնում, այս շորի փոքրիկ պայուսակը հետաքրքրեց, բայց իմ ոճը չէ շորից ինչ-որ պայուսակներ, էլի չգիտեմ, բայց շատ թեթև էր, գերադասում եմ կաշվից պայուսակներ ունենալ, չնայած ծանր են լինում, ուստի հենց այսօր ոչ կաշվե եմ փնտրում և ավելի թեթև է ինձ համար ոչ կաշվիները։ Այսքան ամառային ընտրածներից նու չափով հարմար էին սրանք էին, բայց ոչ մեկն էլ այդքան փայլուն չէին, որ սիրտս կպչեր, թողնենք այստեղ բեսոնի պայուսակների մեջ կնայեմ։ Շատ մեծ սրահ է էդիսակը այստեղ ներկայացնում, ինչպես նաև դպրոցական պայուսակներ, ճամպրուկներ, մեծ պայուսակներ, որից հետո արդեն ներկայացվում է կոշիկի բաժինը։ Եվ տամաղիսը արդեն այստեղ տեսեք ինչեր է ներկայացնում, չնայած ոչ միայն տամաղիս է, դե արդեն դուք տեսնում եք, և արդեն զեղչված են, սպորտային կոշիկների բաժին կա, և արդեն ամառային բոկոտիկներն են հիմա ռեկլամում, թե տոնական, թե ամենօրյա,
Ինչու եմ ես դժվարությամբ ընտրում սիրելի հետևորդներ, որովհետև ես մշտապես քայլում եմ սալահատակի վրա, որն էլ շատ բարակ տակ ունենալու դեպքում ոտքերս ցավացնում են։ Այդ իսկ պատճառով ինձ համար մի քիչ դժվար է ընտրությունը, թե չէ գեղեցիկ բոկոտիկներ շատ կան։ Ահա, այստեղ էլ ավելի օրիգինալ, ավելի գեղեցիկ, ավելի մանկավարժակապայուսակներ կարելի ասել հանդիպեցին։ Ահա, տարբեր գույներով էլի դրված է։ Դե ինչ, դուրս կանք այս խանութից եւ արդեն մտել եմ շոսեա կոշիկների մեծ սրահը, շատ մեծ է։ Այստեղ էլի պայուսակներ կան եւ կոշիկների բազմազան ընտրանի, մատչելի գներ են, իհարկե կան, որ ոչ կաշի են, բայց պահանջարկ կա։ Հիմա ես այսպես թռուցիկ անցնեմ, ճիշտն ասած այստեղ սպասում եմ, որ Կարենը գա ինձ միանա, դրա համար առաջ չեմ շարժում։ Ընդհանրապես Ֆրանսիայում կարող ես հանդիպել նույն տեսականին շատ թանկ գներով եւ մատչելի գներով։ Իհարկե որակական տարբերություններ կա, ես այն լյուքս բրենդների մասին չեմ խոսում, բայց ամեն մարդու գրպանի հարմար խանութներ կան։ Դրանով է առանձնանում Ֆրանսիայի հավասարությունը, քո գումարին համապատասխան կգտնես ամեն ինչ։ Եվ այս խանութն էլ հենց առանձնանում է դրանով, որտեղ մատչելի գներ են։ Եվ Ֆրանսիայում տարածված է հատկապես օգտագործված հագուստ գնելը, ինչպես նաև զարդեր, ամեն ինչ գերադասում են, որպեսզի բնությանը վնաս չտան։ Եվ ես հիմա նայելով զարմանում եմ, թե ինչքան մեծ սրահ է ու ինչքան շատ տեսականի կա։ Արդյոք այս բոլորը պիտի վաճառվեն, թե մնալու են սեզոնի վերջում եւ նորից ուղարկվելու են երևի վառելու կամ ուրիշ այլ երկրներ, չգիտեմ։ Գեղեցիկ տեսքով շատ կան բոկոտիկներ եւ գներն էլ 20%, 30%, կա որ 40-50% զեղչված է։ Ահա։ Կոնկրետ ես գերադասում եմ կաշվե կոշիկներ ունենալը, դեռ վարողուց հեռուտեղ էի ապրում եւ կաշի կոշիկները փրկում էին եւ այս Սինեքուանոն ապրանքանիշն է, ֆրանսիական է, դեռ 1973 թվից է գործում ու վատ չէ, որակը լավ է, գինն էլ շատ մատչելի։ Իսկ այս սպորտային կոշիկն էլ շատ էլի լավներ, այստեղ արդեն տարբեր տեսականի կա եւ տարբեր համարներ, սիրուն թեթև բաներ հանդիպեցին, ահա, որոնք ցույց եմ տալիս ձեզ, սրանցից մեկը փորձեցի եւ զարմանալին նա է, որ Բեսոն խանութում շատ ապրանքներ էժանացված էր, բայց էլի իմ ուզածը չգտա, անգամ պայուսակների մեջ տեսեք լրիվ խառը տեսականի է, սրանք էլ բեժ գույներն էին, որ ներկայացված են, հիմա տեսնենք այստեղ այս ինչ է դրված, բայց մեծ է էլի, ուղղակի մոտենամ, նայեմ, գինն էլ 50% զեղչված էր։ Դուք համեմատեք ձեր երկրների հետ, արդյոք այստեղ մատչելի են գները ձեր երկրների համեմատ, թե թանկ են։ Եվ տամաղիսի բաժնում իմ համարը չկար։ Ես այստեղ Եվրոպայում 39 գրված համարի կոշիկներն եմ հագնում, որն էլ երևում է, որ շատ դիֆիցիտ է, որովհետև այն ինչ հավանում եմ գրեթե իմ համարով չի լինում, արդեն տարած են լինում։ Տեսեք ինչքան հարմար էր, ես նմանատիպ բաներ էի ուզում ընտրեի, հատկապես այս բաց գույնը, բայց ցավոք իմ համարը չկար։ Այստեղ նայեցի մեկը ուղակի, որ այսա իմ համարից կար, փորձեցի շատ կոպիտ նստեց, թվում էր թե փայլուն է, սիրուն կլինի, ամառային այդպես, բայց չսազեց։ Հետո այն ոտքերը շատ հաստ չեն, թաթերս նեղ են, դրա համար մի քիչ ավելի նուրբ բոկոտիկներ եմ ես փնտրում ու չեմ գտնում, ահա, համարները դրված են, նայում եմ, չկա իմ համարը։ Այստեղ էլ արդեն տարբեր ֆիրմաների էժանացումներն են գների
եւ կարող ես ամեն ինչ գտնել։ Ես անցած անգամ սա տեսել էի, հավանել էի այս կոշիկը, 20% զեղչ է, սևն էլ կար, տեսեք փայլուն է, բայց տակեր էլի բարակ էին, էլի որտեղ էի քայլելու։ Եթե հյուր գնամ, հյուր գնալու ունեմ կոշիկներ, այդ իսկ պատճառով պրակտիկ, հարմար կոշիկներ եմ փնտրում, մի քիչ էլ սիրուն լինի, էլի։ Փորձեցի 2-3 տեսակ բոկոտիկ, որը որ էլի չստացվեց։ Տեսեք ում եմ տեսել։ Il parle? Non? Non, est timide. C'est 1 euro la photo, hein. Non. Oh, oui. C'est 1 euro, madame. Ouais, tu prends pas, là. Երկու հոգին էլ որ թութակները ուսերին էին, դե աղջիկները մի քիչ ավելի բան են, չէ, ասма փող տուր որ նկարես, այնտեղն թողեց որ նկարեմ, դե թույլտվություն հարցրեցի։ Բա ասма փող տուր որ նկարեմ, ասի դե հաջող քուրիկ, ինչպես կասեր իմ աղջիկը։ Ասել եմ ու էլի կասեմ, զեղչերի ժամանակ չեմ հասկանում որտեղից են այդ ապրանքները գտնում ու բերում։ Կարճ ասած իզուր էլ ժամանակ անցկացրեցի, ոչ մի բան չգտա, ոչ մի բան։ Տարբեր խանութներ մտա, բայց որ նորմալ բան չկար, ձեզ էլ ցույց չտվեցի։ Էլ ներքնաշորեր փորձեցի, կուպալնիկներ հիմնականում։ Մի խոսքով ամեն ինչ նայեցի, պես ձեռնունայն գնում եմ դեպի մեքենան։ Լավ է եղանակ այդքան էլ արևոտ չէ, շոկ է, բայց քամին հետն է այս քաղաքում։ Գնում սիրելիներս տուն, 4 անցքես հանդիպում ունեմ ընկերուհուս հետ, մինչև հաց ուտենք, պատրաստվենք, որոշեցինք ստեղ հաց ուտենք, հետո հիշեցինք, որ ախր մենք տոլմա ունենք տանը, դրա համար ասեցինք գնում ենք տուն ուղիղ տանը հաց ուտենք, ես արդեն կպատրաստվեմ և տանից դուրս կգամ։ Դե մնացեք ինձ հետ տեսնենք զեղչերի շրջանում ինչ գներ են Ֆրանսիայում և այդ հսկա մեծ խանութը, որ միշտ գնում ենք, դա էլ է երևի փակվելու, նայում ես ամբողջ խանութում մի նորմալ բան չես գտնում։ Տեսեք ինչքան մեծ սրահ է ու ինչքան հագուստ կա, այսպես խցկած ժամանակ էլ լավ չեմ կարողանում ես կոնկրետ ջոկել, սա մի հատվածն է դեռ։ Դրա համար էլ փակվում են ավելի շատ, ոչ թե որ ուրիշներ էժան են վաճառում։ Մի խոսքով այս մեծ տարածքում եմ գտնվում, շատ տարբեր խանութներ կան, բայց ոչ մի բան չգտա։ Պայսակներն էլ էլի նայեցի։ Մի խոսքով ինչ որ փնտրում եմ, ինչ եմ փնտրում, Բեժ գույնի շալվար եմ փնտրում, շատ տափակ հարմար բոկոտիկներ, վերցրեցի այնտեղ տամարիսից էլ փորձեցի, մեկ ուրիշ էլ շատ անհարմար էր։ Պայսակ չկար, էլի բեժ գույնի եմ նայում ամառային այդպես։ Հիմնականում սա եւ կուպալնիկ։ Այսքան բան չգտա, կգնամ քաղաք, մեր քաղաքում դանդաղ խանութները նայելով կպտտվեմ, հիմա Կարենի հետ եմ, չնայած ինքը հանգիստ թողեց ինձ, լավ տեղին նայել եմ, երկու հսկա կոշիկի խանութները մտել, որևէ բան չգտա։ Ինքն էլ համբերատար սպասում էր։ Հետ էլ որ նիհարել եմ արդեն, հետ էլ նիհարել եմ, բաներ կա, որ խախտված է համարները, նայում եմ այդ համարը, հակնում եմ, փորձում եմ, չի լինում։ Էլ մյուսը ուրիշ կարգ է լինում։ Մի խոսքով սիրելիներս գնացինք տուն։ Սպասեմ մեքենաները անցնեն ու փողոցնել անցնեմ, գնամ դեպի մեքենան։ Առայժմ կհանդիպենք։ Քայլում եմ ժողովուրդ ջան ու ներվայնանում։ Այդքան կուլտուրա ունեցող ֆրանսիացիները ոնց են ճանապարհներին իրենց կարիքները հոգում։ Գոզի հոտից մեռնում ես, որոշ տեղեր կա, որ ահավորա։ Այստեղ ամեն առավոտ մաքրում են ջրով պատեր, ամեն ինչ, իրանք գիտենալով դա,
բայց դժվար է զուգարաններ գնել։ Մի քանի զուգանա այն իրարից այնքան հեռու անողներին է չես կարողանում մեղադրես։ Չնայած իրանք իրավունք ունեն մտնեն ռեստորաններ, այդտեղ սրճարաններ էլի անեն, բայց դե ամեն մարդ իր ուղեղի մտածելակերպով է շարժում։ Մի խոսքով շատ տհաճ է էլի։ Գոնե հուսով եմ քաղաքի են մեջտեղի հատվածն եմ հարած չենել։ Մենք քաղաքի կենտրոնում ենք ապրում, որ այս ձևի դե պատկերացրեք։ Չնայած ծայրամասերում արաբներն են, նրանք նման բաներ չեն անում, անողները ֆրանսիացիներն են։ Փողոցն անց է, ես արդեն հանդիպման եմ գնում իմ ընկերուհու հետ։ Դե լավ կհանդիպենք։ Մտնենք Մորգան, մինչև 50% զեղչեր է արված։ Տեսնենք որևէ հարմար բան կգտնենք, թե չենք գտնի։ Ահա այն սիրուն շորիկները, որոնք զեղչերով են, շտապ եք Ժողովուրդ ջան, այս խառը, այ այս կտորի կապույտ, սև, չգիտեմ, այս մյուս կողմը որ կար, ոչ միագույն, շատ սիրուներ իմ համար չկար, հաստատ կգնեի։ Սա էլի տոնական շոր էր, որ ինձ շատ դուր եկավ, անկեղծ ասած, գույնն էլ նենց հետաքրքիր կապույտ էր։ Եվ արդեն տարվա մոդան նմանատիպ կտորներն են։ Մի խոսքով շտապ եք այստեղ շատ սիրուն շորիկներ գնելու, ովքեր նիհար են կանանցել է վերաբերվում եւ կտեղավորվեն այս հագուստների մեջ, ապա շտապ եք, սա էլ սպիտակ գույններ, շատ սիրուն է, բայց ես չեմ պատկերացնում ինձ կսազի, թե ոչ, 115 եվրո 50% զեղչ էր, եւ այստեղ էլ նայեք, գները, մատչելի են, թե մատչելի չեն, հիմնականում զեղչված են, շատ քիչ բաներ կան, որ զեղչված չեն, սա էլ շատ սիրուն էր ինձ դուր եկավ, եւ այստեղից էլ ուզում եմ նայել, կարճաթև, բայց մի քիչ տաքոտ, այդպես բլուզ եմ ուզում նայել, մեր քաղաքի սեզոնին համապատասխան, որ շոկ է լինում, բայց սառնոց շոկ է, էլի, այ դրանք շատ հարմար են, Էդ եմ փնտրում ժողովուրդ ջան էստեղ ու եթե նենց մի հատ լավ էլի շորիկ լինի իմ համար, որ դուրս գա ու համարը համապատասխանի, հաստատ կգնեմ։ Ահա վերնաշապիկներն էլ 55-ը նորից 50%-ով գինը շատ լավ է։ 50%-ով զեղչերը լավ են, չէ՞։ Ահա, այս էլ գեղեցիկ կարճ պիջակներն են։ Դե դուրս գանք, այստեղ շատ հայտնի է Սիտադիումը, էլի նույնբեթում փողոցի վրա է, որը բարձր ապրանքանիշ է ներկայացնում, համեմատաբար բարձր էլի, եւ հիմնականում ջահելությունն է այստեղ գալիս, ամեն ինչ կարող են գտնել իրենք, եւ զեղչված է, տեսեք ինչքան սիրուն են իրենք զեղչերը ներկայացրել, Սիտադիումի սն են թողել եւ գույները, մինչեւ 70% զեղչեր են արել, սա էլ խանութի մեջ այդ տարածքում այսպես առանձնացված սպորտային կոշիկների բաժինն է, հələ տեսեք ժողովուրդ ջան, ինչեր են, արդյոք կհագնեիք, ես ոչ ես հաստը, ոչ դրա բարակը, ոչ նման պլաստիկ բաներ չեմ հագնի, նախկինում շատ երիտասարդ ժամանակ այդպես բոկոտիկի նման բարակ էլաստիկ ունեի եւ ծովում էի հագնում, հատկապես լողալիս, որ ոտքերս քարերին չկպչեր, բայց այստեղ երբեք չեմ քայլի, դե դա էլ երևի իր առանձնահատուկ մոդան է եւ արդեն շատ հավանեցի այս Nike-ը շատ թեթև էր, արտակարգ, բայց զեղչված չէր, կան իհարկե հիմնականում, որ զեղչեր չկան, բայց դե գլուխ չես հանում, որն է կանացի բաժինը, որն է տղամարդունը, եկա էդի սագնորի ժողովուրդ ջան, այն պայուսակները, որ այնտեղ նայել էի, այստեղ էլ գրեթե նույնից կային, ու այսպես փորձում եմ, տեսնեմ կա թե չէ, տեսեք այն շորի պայուսակը, այստեղ էլ կա, սա էլ հավանեցի, օրինակ այնտեղ չկար, ուղղակի այս կնոպկանը մի քիչ շատ էր անշուք, ավելի շատ ինձ սա դուր եկավ, այս մեկը, լրիվ բեժերի մուզացի, պարզ հասարակ, շատ էր թուղթ բթած մեջը, հիմա ես այս թղթերը հանեմ եւ բարակ այդպես ցույց տամ պայուսակը, տեսեք ինչ կարծիք եք։ Այս էլ այդ բեժերի հատվածը եւ ընդհանուր
նկուղային հարկի եղած պայուսակներն եմ ցույց տալիս, 3 հարկանի է այս խանութը դիսակ, քաղաքի կենտրոնում է գտնվում, ամեն ինչ էլ կա, բարձր թանկ գներից մինչև գրպանին հարմար ցանկացած մարդու։ Ահա, տարբեր գույներ կան, վերևի հարկում այս դեղինն էլ ինձ դուր եկավ, էլի ամառային էր, բայց հələ կասկածում եմ էլի, թե որը պիտի գնեմ եւ արդեն այս մեկն էլ այնտեղ ցույց տվեցի, այս մոդելը հիմա շատ է մոդա, շատերը գցում են սրանից կարճ, այդպես կրծքավանդակից ներքև է նստում ու հարմար է երևի դիմացի հատվածում ունենալը։ Շատ պոտ է, ավելի պիտի բարձանա ջերմաստիճանը երևի դրանից է, ահա որ շոկ է, տոտ է, մտա, էջիսակ էլ մտա, բայց որևէ պայուսակ եմ որ ասմա սրտից չկպավ, հիմա այստեղ մի խանութ էլ են բացել, կոշիկի գնամ այդտեղ նայեմ ու գնամ տուն, արդեն ընկերուս հանդիպեցինք, սրճեցինք, զրուցեցինք, այն կողմով պտի գնայի, տեսար դու, պտի մոնոպրին բտնեի, դե լավ, հələ ստեղ գնամ, մոնոպրին 8-ին ապակվում, էսա 7-ն է, 7-ին ստեղ խանութները պակվում են։ Սա էլ մեր հրապարակն է, որտեղ արդեն պատրաստվում են տոնելի հուլիսի 3-ին Ֆրանսիայի հեծանիվի մրցաշարի բացումը, պիտի սկսվի Լիլ քաղաքից, պատկերացնում եք, այստեղից պիտի սկսեն հեծանվային այդ մրցումները, որ ամեն տարի լինում է Ֆրանսիայում եւ պատկերացնում եք մեր քաղաք ինչքան մարդ է գալու եւ ինչեր են լինելու, ինչքան էմոցիաներ են բարձրանալու։ Այստեղով առաջ շարժվեմ եւ ահա այդ խանութը կոշիկի, որը գտնվում է օպերայի այս կողմում, Պիեր Մորու փողոցի վրա, այն կողմն էլ փոստն է, որպեսզի կողմնորոշվեք։ Փաստորեն գերմանական ապրանքանիշ է, դրա համար ինձ դուր են գալիս, հետաքրքիր է, չէ, տամարիզն էլ է գերմանական, սա էլ 1894 թվականից է գործում, շատ լավ բաներ կային, բայց քանի որ խանութը փակվում էր, ես 10 րոպե ընդամենը ժամանակ ունեի, արագ ուսումնասիրեցի, կիրակի օրը փակ է լինելու, երկուշաբթի կբացվի եւ ես կգամ այստեղ գնումների, կոչվում է Anti-Stress այս ֆիրման, Ռիեկերն է, գերմանական եւ կարծում եմ ոտքի վրա էլ շատ լավ կնստի, դե ինչ, կգամ երկուշաբթի, կփորձեմ ձեզ կասեմ, այսքանով ավարտում եմ տեսանյութը, կսպասեմ ձեր մեկնաբանություններին գների եւ ընդհանրապես ձեր տպավորությունների մասին։